Եթերում լուրերի ժամը 15-ի թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարի օր։ Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի հետ դարավոր բարեկամության ավանդույթների ամրապնդմամբ և Հայաստանը Ռուսաստանի բնական ռազմավարական գործընկերն է։ Այսպիսի հայտարարություն է արել Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը, որից հետո խորհրդարանական կառույցների ղեկավարները պատասխանել են լրագրողների հարցերին։ Անդրադառնալով այն մտավախությանը, թե Մոսկվան Հայաստանի անվտանգության պատմական երաշխավորը կարող է հեռանալ Երևանից, իսկ Եվրամիությունը չի աջակցի Հայաստանին, Սիմոնյանը նշել է, թե Հայաստանը որպես ինքնիշխան պետություն իրավունք ունի վարելու հավասարակշռված արտաքին քաղաքականություն և չի պատրաստվում կանգնել որևէ մեկի կողմը կամ գործել որևէ մեկի դեմ։ Խոսելով եկեղեցու շուրջ զարգացումներից Սիմոնյանը հերքել է, թե Հայաստանում հայ առաքելական եկեղեցու դեմ որևէ արշավ է իրականացվում։ Ամփոփելով հանդիպման արդյունքները, Մատվիենկոն խոսել է նաև Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից, վստահեցրել, որ Ռուսաստանը պատրաստ է դիտորդներ ուղարկել, եթե Երևանը նման ցանկություն հայտնի։ Կարգալույց քահանա Ստեփան Ասատրյանը նախկինում Տեր Արամ և Արամայիս Թախմազյանը նախկինում Տեր Թադե դատական հայց են ներկայացրել հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ։ Երկուսն էլ պահանջում են անվավեր ճանաչել ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի որոշումները և վերականգնել իրենց հովվական պաշտոններում։ Հիշեցնեմ, 2025-ի հոկտեմբերի 21-ին էր ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ կարգալույց հռչակվել Տեր Արամ քահանա Ասատրյանը, ըստ Մայրաթոռի հրապարակային ելույթներով հայ եկեղեցին վարկաբեկելու համար։ Թալինի հոգևոր հովիվ Տեր Թադե քահանան կարգալույց էր հռչակվել դեկտեմբերի 3-ին։ Նա հովհանավանքում մասնակցել էր արդեն կարգալույց հռչակված Ստեփան Ասատրյանի մատուցած պատարագին։ Բացի այդ, ֆեյսբուքյան իր էջում մի շարք գրառումներ էր արել հաջակցություն կարգալույց քահանայի։ Անցնելով միջազգային լրահոսին։ Օմանում մեկնարկել են Միացյալ Նահանգներ Իրան բանակցությունները։ Հանդիպմանը մասնակցում են Միացյալ Նահանգների նախագահի հատուկ դեսպանորդ Ուիթքոֆը և նախագահի փեսան Ջարեդ Քուշները։ Իրանի պատվիրակությունը գլխավորում է արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, որն ավելի վաղ առանձին հանդիպում էր ունեցել Օմանի իր գործընկերոջ հետ։ Հաղորդվում է, որ այսօրվա բանակցությունները վերաբերելու են ընդհանուր հարցերին, այլ ոչ թե միջուկային թեմայի տեխնիկական մանրամասներին։ Այս ֆոնին Իրանում Միացյալ Նահանգների դեսպանատունը նորից կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը։ Բացի այդ, վիրտուալ դեսպանատունը նախազգուշացրել է, որ ԱՄՆ քաղաքացիները պետք է Իրանի տարածքում ինտերնետի աշխատանքի խափանումներ ակնկալեն։ Բաքվում դպրոցականը հրացանով կրակել է ուսուցչի վրա։ Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ միջադեպը տեղի է ունեցել Իդրակ վարժարանում։ Կրակողը 10-րդ դասարանի աշակերտ է։ Ուսուցիչը հոսպիտալացվել է, բժիշկները նրա վիճակը գնահատում են ծանր։ Սովորողը ձերբակալվել է։ Վարժարանի ադմինիստրացիան հայտարարել է, որ հրացանը ուսապարկի մեջ է դպրոց մտցվել, իսկ բուն միջադեպը նրանց վարկածով տեղի է ունեցել իբր անզգուշության հետևանքով։ Ենթադրվում է, որ դպրոցականը պարբերաբար համակարգչային խաղեր է խաղացել և հնարավոր է արարքը կատարել է դրանց ազդեցության տակ։ Վերադառնանք Հայաստան։ Վաղ առավոտյան ավտովթար է տեղի ունեցել Երևանի Հանրապետության հրապարակում, կատ ուժած։ Հոնդա Մակնիշի մեքենան հրապարակից դեպի Տիգրան Մեծ պողոտա ընթանալիս դուրս է եկել երթևեկելի հատվածից, ընթացել Սիզամարգի վրայով, հարվածել կայանված Տոյոտա Մակնիշի ավտոմեքենային, այնուհետև լուսացույցին ու գլխիվայր շրջվել։ Վթարի հետևանքով Հոնդայի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ 38-ամյա վարորդի կյանքին վտանգ չի սպառնում։ Այսքան այս ժամին առավել թարմ տեղեկություններով մենք եթերում կլինենք ժամը 17-ին։